Ողջույն սիրելիներս, բարի գալուստ հայկական խոհանոց։ Այսօր հայկական ազգային խոհանոցից պատրաստում ենք շատ համեղ եղինջով կուտապ։ Բանջարով կուտապը հայկական խոհանոցի յուրահատուկ հացերից է, որը համատեղում է պարզությունն ու օգտակարությունը։ Որպես միջուկ կարող է ծառայել ցանկացած կանաչի։ Ես այսօր պատրաստում եմ եղինջով։ Եղինջով այս կուտապները տապակվում են առանց 1 կաթիլ ձեթի և համարվում են պահքի հացեր։ Եղինջը շատ անգամներ լվանալուց հետո համեմում են աղով, կարմիր քաղցր և կծու պղպեղներով։ Որպեսզի կուտապների մեջ եղինջի նուրբ համը չկորչի, շատ համեմունքներ և այլ կանաչիներ չենք օգտագործում։ Ավելացնում ենք մոտ 2 ճաշի գթալ ձիթապտղի ձեթ, բաղադրիչները մի լավ խառնում ենք և վերջ, համեղ և օգտակար միջուկը պատրաստ է։ Սիրելիներս, եթե ձեռքի տակ խոշոր եղինջ է, ապա կարող եք կտրատել, իսկ մոտ շատ մանր եղինջ է, ես այն այդպես էլ թողնում եմ։ Իսկ հիմա պատրաստենք խմորը։ 300 մլ գոլ ջրի վրա ավելացնում ենք 1/3 թեյի գթալ աղ և այնքան ալյուր, որ ստացվի ձեռքերին մի փոքր կպչող փափուկ խմոր։ Ինչպես տեսնում եք, այս բաղադրատոմսը նման է մեր Արցախի ժինգյալով հացի բաղադրատոմսին։ Եվ բաղադրիչները և պատրաստման եղանակը նույնն է, սակայն այս դեպքում պատրաստում ենք ընդամենը 1 տեսակի կանաչիով։ Բարեկամներ, եթե նոր եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը, որպեսզի բաց չթողնեք հայկական խոհանոցի համեղ և տարբերվող բաղադրատոմսերը։ Խմորը հունցելուց հետո բաժանում ենք փոքր գնդերի և թողնում ենք հանգստանալ մոտ 5 րոպե, այնուհետև սկսում ենք ձևավորել կուտապները։ Կուտապ կարելի է պատրաստել ինչպես եղինջով, սպանախով, այնպես էլ բազուկի ճավով և խառը կանաչիներով։ Մեկ-մեկ բացում ենք գնդերը և ձևավորում ենք կուտապները այնպես ինչպես ժենգյալով հացը։ Այս անուշաբույր հացերը հիանալի ընտրություն են առողջ սննդի սիրահարների համար և կարելի է վայելել թե տաք, թե սառը վիճակում։ Որպեսզի մեր պատրաստած կուտապները համեղ լինեն, միջուկը չենք խնայում, որքան առատ, այնքան համեղ։ Նման ձևով ձևավորում ենք բոլոր հացերը։ Երբևէ պատրաստել եք եղինջով կուտապ, շատ հետաքրքիր է, գրեք մեկնաբանություններում։ Տապակը դնում ենք ցածր կրակին, թողնում ենք մի լավ տաքանա, այնուհետև առանց 1 կաթիլ ձեթ ավելացնելու երկու կողմից թխում ենք կուտապները, մինչև գեղեցիկ կարմրեն։ Յուրաքանչյուր կողմից թխում ենք մոտ 3 րոպե։ Ինչպես տեսնում եք, սիրելիներս, ամենապարզ և հասանելի բաղադրիչներով ստացանք ամենահամեղ բանջարով հացիկները։ Եթե պահք չեք պահում, թխվելուց անմիջապես հետո վրան քսեք սերուցքային կարագ, այդպես ստացվում է շատ ավելի համեղ։ Այսօր էլ հայկական ազգային խոհանոցից բանջարով այսպիսի համեղ կուտապների բաղադրատոմս։ Դուք էլ փորձեք պատրաստել այս տարբերակով, սնվեք առողջ և եղեք առողջ։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։